Հայ հասարակության կողմից հավուր պատշաճի չգնահատված այս կուսակրոն հոգևորականը հայ առաքելական եկեղեցու երևելի անուններից է։ Մեծանուն մանկավար, միջնադարի բազմաշնորհ գիտնական վարդապետ։ Նրան կոչել են խստակրոն եւ ճգնակյաց վարդապետ, որը լուսավորություն է տարածել մի շրջանում, երբ վերջապես երկարուձիգ խավարի տարիներին հաջորդել էր լուսավորական մտքի մի նոր զարթոնքի ժամանակաշրջան։ Իհարկե հայ մշակույթի պատմության մեջ շատ նշանավոր դեմքեր են եղել, որոնցից ամեն մեկն ունի իր վաստակը, իր ծառայությունը հայ մշակույթի պատմության մեջ, որը հաճախ շատ դժվար է գնահատել, քանզի կան մարդիկ, գործիչներ, որոնք թողել են շատ հարուստ ժառանգություն, իսկ կան այնպիսիք, որոնք ոչ մի աշխատություն էլ չեն թողել, բայց մտել են մշակույթի պատմության մեջ, որպես այդ մեծերին համարժեք մեծություններ։ Դա ընդհանրապես մշակույթի պատմության մեջ օրինաչափություն է, երբեմն կարող է մեկը հատորներով գրավոր ժառանգություն թողել, իսկ մյուսը ոչինչ էլ չթողնի գրավոր ժառանգություն, բայց շատ ավելի մեծ հռչակվի, քան այդ հարուստ գրական ժառանգություն թողողը։ Օրինակ, համաշխարհային փիլիսոփայության պատմության հայրն է համարվում Սոկրատեսը, որը ոչ մի աշխատություն չի թողել։ Ամբողջ նրա փիլիսոփայական գործունեությունը գործնական բնույթ ուներ, առօրյա փողոցում, շուկայում, հասարակական վայրերում մարդկանց հանդիպում էր, զրուցում, բանավիճում, բացատրում այս կամ այն հարցը, կամ շատ դեպքերում իրան էին դիմում եւ ինչ խորհուրդ էին հարցնում, ասենք, ով Սոկրատես, ինչ կարծիքի ես, ինձ այսպիսի պաշտոն են առաջարկում։ Ոչինչ չէր պատասխանում, այլ սկսում էր քննել, ինչ պատկերացում ունես այդ գործի մասին, ինչ պիտի անես եւ այլը, եւ հաճախ ցույց էր տալիս, որ ապագա գործի մասին ոչ մի գաղափար էլ չունի։ Եվ դրանով շատ ավելի ներազդում, քան ասենք ծավալուն ճառեր գրել։ Ահա մոտավորապես մեր մշակույթի պատմության մեջ այդպիսի բանավոր գիտնական գործիչներից է եղել Մելքիսեդ Վժանեցին։ Վժանեցին ծնվել է 1570-ական թվականների վերջերին Այրարատ նահանգի Արագածոտ ընկավառի Վժան, հետագայում Ուջան անվանափոխված գյուղում, որտեղից էլ վերցրել է իր Վժանեցի մականունը։ Անվան ծագումնաբանության հետ կապված պետք է ասենք, որ Վժան նշանակում է լեռներից հոսացող, վժացող, այսպես ճչացող առու։ Այս անվանման իմաստը հենց վժալ, ճչալ կամ արագահոս առվի նմանություն ունի եւ լեզվաբանական եւ պատմական հիմնավորվածությամբ։ Մինչ լուսավորական այդ շարժումը, մինչ 17-րդ դարի առաջին տասնամյակ կամ սկիզբներ, ավելի քան 200 տարի Հայաստանը գտնվում էր սարսափելի պատմական իրավիճակներում։ Դառնության շրջան էր իրական, կոտորածների, թալանի, ավերների եւ մեծ գաղթերի։ Թերևս մինչ այդ մեր ժողովուրդը նման իրավիճակի մեջ այդքան երկար ժամանակով այնել չէր հայտնվել։ Պատճառը օսմանական եւ պարսկական անվերջանալի պատերազմներն էին, որոնց գագաթնակետը դարավ 1604 թվականի հանճարեղ իգործը չարյաց
Շահաբասի, այդպես է Դավրիժեցին բնութագրում, կազմակերպած մեծ գաղթը, երբ որ ժողովրդին տեղափոխեց Պարսկաստան։ Այդ գաղթը մեկ հատով չվերջացավ, 7-8 անգամ այդ գաղթը կազմակերպվեց եւ փաստորեն Հայաստանը մեծավ մասամբ դատարկվեց իր բնիկ բնակչությունից, հայությունից։ Փոխարենը երկիրը լցվեցին քոչվոր ցեղեր, թուրքմաններ, ավարարու քրդեր եւ այլն եւ կարծեք թե հույսը մարեց ապագայի, որովհետեւ միակ կենտրոնը, որ մնացել էր քիչ թե շատ ազգային որպես կենտրոն, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւս փաստացի գոյություն չուներ։ Դավրիժեցին ասում է, որ 7 կանգուն աղբով էր պատված, ավերված էր եկեղեցին, քանդված էր, չկար տանիք, եւ կաթողիկոսներն էլ, որոնք իրականում կաթողիկոսներ չէին, սրանք դրածո անձնավորություններ էին, կաշառքով, խաբեությամբ, շահերի կողմից, խաների կողմից նշանակված, երբեմն Էջմիածնում լինում էր 3-4 կաթողիկոս միաժամանակ, ով շատ փող էր տալիս, կաթողիկոս էր դառնում։ Եվ իրենց հիմնական նպատակը ըստ էության հավեր ու թալան էր։ Դրանք դրածոներ էին, որոնք որևէ կապ չունեին ազգի եւ ազգի ցավերի ու ազգի ապագայի հետ։ Այսպիսի իրավիճակում թվում էր, թե իրապես հրաշք պիտի տեղի ունենա, որպեսզի այս ժողովուրդը կարողանա ոտքի կանգնել։ Հարկադրական մահմեդականացումները, ունիթորների կաթոլիկացման աշխատանքները եւ այս իրապես ապիկար կաթողիկոսները ձեռնադրում էին ապիկար հոգեվորականներ բնականաբար եւ սա որևէ շանս չէր թողնում մտածելու, որ հնարավոր է իդ վերականգնել ինչ-որ բան։ Այս իրավիճակն էր Հայաստանում, այսպիսի մի պատմական դաժան ժամանակաշրջան եւ մի պատահական դիպվածով երկու հոգեվորականներ Հայաստանից Սարգիս եպիսկոպոս եւ Կիրակոս քահանա ճամփորդում են, գնում են դեպի Երուսաղեմ ուխտի։ Եվ այնտեղ որոշում են, որ մնան Երուսաղեմում վանական եղբայրություն հիմնեն կամ դպրոց հիմնեն եւ այնտեղ շարունակեն իրենց ծառայությունը եկեղեցու։ Բարեբախտաբար այդ ժամանակ Սուրբ Հարության տաճարի լուսարապետը լինում է Մովսես Խտանացին կամ Մովսես Տաթևացին, որ հանդիպում է այս հոգեվորականներին, երկար քննարկում են, մտածում, խորհում, քննում իրավիճակը եւ Մովսես խորհուրդ է տալիս, որ վերադարձեք հայրենիք, գնացեք Սյունիք եւ շուտով ես էլ կգամ այնտեղ եւ միասին պիտի վերականգնենք մեծ անապատ, հարանց անապատ։ Այս կոչին ընթառաջ այս հոգեվորականները վերադառնում են եւ իրապես շուտով Մովսեսը եւս գալիս է եւ երկար թափառումներից հետո կանգ են առնում հարանց անապատի վրա, սկսում են վերականգնել անապատը։ Անապատ ասելով, այսինքն ճգնաղական կյանքով, ուսուցողական կյանքով, վարդապետարան եւ սկսում է մի նոր շարժում, որովհետեւ լուրը անմիջապես տարածվում է ազգի մնացորդների մեջ, այսպես ասեմ։ Այնինչ որ մնացել էր մեր ազգից եւ բոլոր կողմերից եւ պատմական Հայաստանի, եւ Պարսկաստան տարված ժողովրդի, եւ Սփյուռքում ծրված մեր հայրենակիցների երիտասարդներ շտապում են հարանց անապատ, շտապում են մեծ անապատ, որտեղ կարծեք թե բոլորը սպասում էին ինչ-որ փրկության։ Եվ իրապես սկիզբ է առնում մի նոր շարժում, մի մեծ շարժում։ Լուսավորության մի շրջան, որտեղ միակ հնարավորություն, որ կարելի էր հակադրել այդ ամեն արհավիրքներին, դա ըստ էության լուսավորությունն էր։ Ռազմական ուժի մասին մտածել այդ պահին անիմաստ էր, որևէ կողմից օգնություն անհնար էր ակնկալել, եւ ուրեմն ներքին
ներքին հնարավորությունները մեկտեղելու եւ լուսավորական շարժում առաջ բերելու միակ ճանապարհն էր կործանումից փրկելու համար։ Բարեբախտաբար մնացել էին անհատ հոգևորականներ, վարդապետներ, ինչպես Պողոս վարդապետը, Ներսես վարդապետը, անշուշտ Մովսեսը, որոնք համախմբվում են մեծ անապատում եւ սկսվում է դասընթացների, ուսումնասիրությունների կորցրածը գտնելու մի հսկայական աշխատանք։ Երբ որ ասում են կորցրածը գտնելու, որպեսզի պատկերացնեք ինչի մասին է խոսքը, նույնիսկ եկեղեցիներում պատմիչի վկայությամբ կրոնական գրքերը կարդացող չկար, Աստվածաշունչ մատյանը կարդացող չկար, գրագիտությունը խիստ նվազել էր։ Եվ ուրեմն այս վարդապետներին գալիս միանում են աշակերտներ, որոնցից լավագույններից մեկը լինում է Վժանեցին։ Ենթադրվում է, որ ապագա երևելի վարդապետն իր նախնական կրթությունը, գրաճանաչությունը ստացել է իրենց գյուղում, ծխական քահանայի մոտ։ Երիտասարդ տարիքում ձեռնադրվում է աբեղա։ Շուտով ճամփա է ընկնում դեպի Բիթլիս եւ Ամրդոլուի վանքում դառնում Բարսեղ վարդապետի ղեկավարած միաբանության անդամ։ Մելիքսեթ Վժանեցին այդ ժամանակ կրթությունը ստացել է քահանայի մոտ, ապա ուսումը շարունակել է 1617-18 թվականներին Ամիր Դովլու հայտնի Բիթլիսի Ամիր Դովլու ուրեմն դպրոցում, որը հայտնի դպրոցներից էր, նա դարձել է այն ժամանակ Բարսեղ ուրեմն վարդապետի միաբանության անդամ։ Իսկապես նրան մենք տեսնում ենք այդ միաբանությունում ուսանելիս, նա շատ է խորանում հատկապես արտաքին առարկաների ուսումնասիրության մեջ, փիլիսոփայության, տոմարագիտության, տրամաբանության, ուսումնասիրության ոլորտում եւ շուտով իրեն դրսեւորում է իբրև հմուտ ուսուցիչ վարդապետ, հետագայում իհարկե։ Որոշ ժամանակ անց նա ուսանում է Տաթևի մեծ անապատում, դառնում դրա փայլուն ներկայացուցիչներից մեկը։ Բիթլիսի Ամրդոլուի դպրոցից Տաթև էր եկել Ներսես Մոկացին, որին էլ հենց աշակերտում է Վժանեցին։ Այս տարիներին Վժանեցին տարվում է բնական գիտություններով եւ միանալով Ներսես վարդապետին հաստատվում է Վանա լճի Լիմ կղզում ու այնտեղ նոր դպրոց հիմնում։ Մայից առաջ Ներսես Մոկացին իր մոտ է կանչում իր երկու նշանավոր աշակերտներին՝ Վժանեցուն եւ Ստեփանոս Շատախեցուն, եւ նրանց փոխանցում միաբանության առաջնորդությունը։ Ներսես Մոկացին վախճանվում է 1625 թվականին, եւ նրա աշակերտներից հենց Վժանեցին է շարունակում ուսուցչի գործը։ Նա շարունակում է սովորել տքնաջանորեն, ավելի է հմտանում փիլիսոփայության եւ աստվածաբանության մեջ, դառնալով ժամանակի ամենագիտուն վարդապետներից մեկը։ Երբ որ 1625 թվականին վախճանվում է, մահանում է Ներսես Մոկացին, Վժանեցին փոխարինում է նրան։ Իսկ մինչ այդ Վժանեցին տիտանական աշխատանք է կատարում, որպեսզի կարողանա հասկանալ փիլիսոփաների գրվածները, որպեսզի կարողանա իրապես տիրապետել այդ ամենին։ Խնդիրը ոչ միայն փիլիսոփայական գրվածներ էին, այլև տոմարագիտական գրվածները, որոնց պետք էր տիրապետել, այլև քերականական աշխատություններին պետք էր տիրապետել, եւ բնագիտական այդ ամբողջ առարկաներին, ինչ որ դուրս էր Սուրբ գրային ուրեմն շարքից, նա նվիրվում է այդ ամենին տիրապետելուն, բայց նաեւ այդ ամենը տիրապետելու համար նա այսպես կարիք ուներ նաեւ Սուրբ գրային գրվածները իմանալու, եւ Դավրիժեցին ասում է, որ Սուրբ գրային գրվածները եւ Սուրբ վարդապետների գրվածները Վժանեցին անգիր էր արել, ծայրից ծայր։ Միջնադարյան հոգևոր եւ մշակութային գործիչներին հատուկ էր անձնվեր ու անխնատակնությամբ նվիրվել Աստծուն ու իրենց գործին, բայց այն, ինչ արել է Վժանեցին, վեր է անգամ ժամանակի պատկերացումներից։
Այս մասին պատմիչ Առաքել Դավրիժեցին պատկերավոր գրում է, թե հանուն գիտության վժանեցին «ըզ մարմինն յուր ի աղոթքի ու խաչ բարձրյալ»։ Նա միայնության մեջ իրեն նվիրում է ճգնության, անդադար աղոթում է, Արարչից խնդրելով ուժ իր գործը կատարելու համար։ Այս հանճարեղ անձնավորությունը իրեն համար մշակում է մի համակարգ, թե ինչպես պիտի կարողանա ամեն մենակ հաղթահարել այդ ամենը։ Նա 2 օրը մեկ հաց էր ուտում, ցերեկները զբաղվում էր ինքնակրթությամբ, քանի դեռ մոկացին կար, երեկոները քննարկում էր իր սովորածը մոկացու հետ։ Երեկոները իր ճգնարանում, իր խցում երբեք կրակ եւ լույս չէր վառվում, որտեղ նա հոգում էր իր օրվա սովորածի մասին եւ աղոթում Աստծուն, խնդրելով Աստծո օգնականություն։ Այսպիսով վարդապետը շուրջ 10 տարի ուսումնասիրում է եւ կենթանություն է հաղորդում մոռացության տրված անտիկ եւ հայ փիլիսոփաների Պլատոնի, Արիստոտելի, Փորֆյուրի, Դավիթ անհախտի ուսմունքներին։ Վժանեցին եւ նրա գործը շարունակողները կարծում էին, որ առանց անտիկ փիլիսոփայության անհնար է բացահայտել գիտական ճշմարտություններ եւ անգամ դժվար է Աստվածաշունչ մատյանը պարզորեն մեկնաբանել։ Ուսանում է արտաքին գրոց արվեստը։ Արտաքին գրյանք ասելով այդ ժամանակ նկատի են ունենում, հասկանում էին քրիստոնեական հեղինակներից դուրս եղած հեղինակների կամ գիտնականների, փիլիսոփաների աշխատությունները, հունական անտիկ գրականությունը։ Ուրեմն սա արտաքին գրյանք էին։ Ասեմ նաև, որ կային սուրբ գրյանք, դա սուրբ գրքի հետ կապված գրություններն էին, կային նաև սուտ գրյանք կամ անկանոն գրյանք, այս սրանք էլ պարականոն հեղինակների գրվածներն էին, Հիսուսի մանկության ավատարան եւ այլն։ Լայն գրյանք, նեղ գրյանք եւ այսպես։ Եվ Մելիքսեդ Վժանեցին իր ամբողջ ժամանակը տրամադրում է արտաքին գրյանք կոչված գիտությունները ուսումնասիրելով, որտեղ համոզված էր, որ առանց դրա անհնար է վերականգնել եւ անհնար է նույնիսկ Աստվածաշունչը հասկանալ։ Շատ շատերը չեն դիմանում փիլիսոփայական, այսպես ասած, իմաստնության քարը կրծելուն, որովհետև աշխատանքը շատ էր, ասում է, բայց գործնական օգուտը արդյունքը շատ քիչ էր։ Եվ Վժանեցին մենակ կարողանում են, մյուսները շուտով հեռանում են, թողնում են, իսկ Վժանեցին մենակ համառորեն շարունակում է փիլիսոփայության յուրացման գործընթացը, որը տևում է մոտ 15 տարի։ 15 տարում կարողանում է ի վերջո համարել, որ ինքը փիլիսոփայությունը յուրացրեց, կարող է իր ստացած ձեռք բերած այդ դժվարությամբ ձեռք բերած գիտելիքները փոխանցել ուրիշներին, քանզի միայն իր մեջ, իր մտքում, այդ հոգում կամ մտածողությամբ այդ գիտելիքները անարժեք են, գիտելիքը դառնում է գիտելիք, արժեք, եթե փոխանցվում է հաջորդ սերունդներին եւ նրանց, այսպես ասած, մղում է տալիս, ինչ որ գործունեության է մղում։ Եվ այսպես Մելիքսեդ Վժանեցին դառնում է այն եզակի անհատականություններից մեկը, ով կարողանում է լիովին յուրացնել շատերի համար խրթին փիլիսոփայական գիտությունները։ Բայց առավել կարևոր է այն, որ Վժանեցին իր առաքելությունն է համարում գիտելիքները փոխանցել երիտասարդներին։ Նրան են աշակերտել Սուրբ Անանիայի, Էջմիածնի եւ Հովհաննավանքի միաբանները։ Նրա ուսուցչական գործունեությունը գրեթե 1 տասնամյակ է ձգվում, բայց ամեն դեպքում նա այդ փոքր ժամանակահատվածում հասցնում է վիթխարի գործ կատարել։ Թե ինչպես են անցկացվել Վժանեցու դասերը, մենք կրկին իմանում ենք պատմիչ Առաքել Դավրիժեցուց։ Երբ վարդապետը դասու քարոզ էր տալիս, խոսքը նրա բերանից դուրս էր գալիս իբրև հեղեղի հորձանք, որի իմաստության վրա ամենքը ապուշ կտրած զարմանում եւ բաղձում էին։ Շատ տպավորիչ է ներկայացնում Դավրիժեցին Մելիքսեդի ուսուցումները
ասում է հորթառատ հեղեղի նման նրա շուրթերից թափվում էին ու այդ ամբողջ գիտելիքները, որ նա պաշարել, ամբարել, ուսումնասիրել էր իր ամբողջ կյանքի ընթացքում եւ աշակերտներ, ինչպես Սիմեոն Ջուղայեցին եւ մյուսներ, փորձում էին առավելագույնը ստանալ, առավելագույնը սովորել այս մեծ վարդապետից։ Վժանեցու կյանքի ու գործի մեջ վճռական դեր է կատարում Էջմիածնում Մովսես երրորդ Տաթևացի կաթողիկոսի սկսած բարեկարգչական շարժումը։ Այստեղ նրա հիմնադրած հոգևորականներ պատրաստելու հատուկ բարձրագույն դպրոցում շնորհիվ վժանեցու դասախոսությունների զարգանում է փիլիսոփայական գիտությունը։ 20-ական թվականների վերջերին կաթողիկոս էր դարձել Էջմիածնում դարի նշանավոր գործիչ Մովսես Տաթևացին, իմիջիալից վերջին մեր եկեղեցու վերջին սուրբն է, որը սկսել էր արդեն ղեկավարել եկեղեցական լուսավորական շինարարական գործունեությունը, կրթական լուսավորական գործը եւ Վժանեցին էլ լսելով նրա գործունեության մասին կամավոր ներկայանում է կաթողիկոսին առաջարկում իր ծառայությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում իր ստացած տառապանքով ձեռք բերած գիտելիքները սիրահոժար փոխանցելու ուրիշներին։ Իհարկե ընդունվում է ջերմությամբ եւ շուտով նրա շուրջն են համախմբում միաբանության բազմաթիվ անդամներ, սկզբում շատ ոգևորված, ինչպես հաճախ է լինում, բայց շատ շուտով հասկանալով, որ իրենք շատ բան չեն հասկանում, թեև ուսուցիչը շատ վարժ, այսպես հորդահոս հոսանքով պատմում էր, բայց հասկանալու համար նաև աշակերտներից էր մակարդակ պահանջում, որը չունեին ցավոք ոչ բոլորն ունեին, եւ շատ շուտով երես են թեքում, նույնիսկ սկսում բամբասել, այպանել, քամահրել նրան, ծաղր ու ծանակի ենթարկել եւ մնում է Վժանեցին ձեռն ունայն, այսպես առանց աշակերտների։ Սա դարե հայ մշակույթի, հայ փիլիսոփայական մտածողության մակարդակի լավագույն վկայությունն է։ Շատ զարմանալիորեն այդ նույն 20-ական թվականների վերջին հեռավոր Լեհաստանի Լվով քաղաքում տեղի ունենում մի միջադեպ, որը որքան է զարմանալի է, վճռորոշ նշանակություն ունեցավ մայր հայրենիքում փիլիսոփայության հանդեպ այդ մերժողական վերաբերմունքի իր հակադրությանը վերածվելու գործում։ Բանն այն է, որ երկար ժամանակ կապեր ընդհատվելու պատճառով Լեհաստան չէին գնացել նվիրակներ, այսպես դրանք էլ հատուկ առաքելություն ունեն, այնտեղ կուտակված հարկերը, տուրքերը հավաքելու, եկեղեցական ծեսերը նորոգելու, այստեղից մեռոն տանելու եւ այլն, եւ նաեւ այդ ժամանակ 20-ական թվականների վերջերի մոտորապես 29-30-ական թվականին Լեհաստանում սկիզբ էր առել լեհահայերի այդ հոյակապ գաղթօջախի բռնի գաղթեցման գործընթացը, որը ղեկավարում էր տխրահռչակ Նիկոլ Թորոսովիչը, կաթոլիկ քարոզիչների եւ լեհական եւ հռոմեական այս պաշտոնական գործիչների անմիջական աջակցությամբ։ Այս նվիրակները Խաչատուր կեսարացու 17-րդ դարի հայ ականավոր գործիչներից նույնիսկ անվանում են հայ Գուտենբերգ, որովհետև տնայնագործական